Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է եւ կալանքի միջնորդությամբ կներկայացվի դատարան։ Նրա տանն իրականացված խուզարկությունն արդեն ավարտվել է։ Արդեն 9 ժամից ավելի է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը եւ Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված մի շարք ընկերություններում խուզարկություններ են ընթանում։ Ըստ Իվետ Ատոնոյանի առայժմ հստակ տեղեկատվություն չկա, թե կոնկրետ որ գործերի շրջանակներում են կատարվում գործողությունները։ Գագիկ Ծառուկյանը դեռևս որևէ կարգավիճակ չունի, հայտնել է նա։ Խուզարկություններն ավարտվել են Արարատ Ցեմենտ, Multiwellness, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ, Multistone ընկերություններում, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում եւ Օլիմպիաբանում։ Նշված հիմնարկների մեծ մասը կապարակնքված է աշխատակիցներին հանել են տարածքներից, ինչը ըստ Տոնոյանի լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացնում։ Տոնոյանն այս գործընթացները որակել է որպես քաղաքական հաշվեհարդար։ Սա իրականում միջազգային մակարդակի խայտարակություն է, որովհետև սրանով շատ մեծ վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։ Առաջին հերթին, որովհետև նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում, որ դադարեցվի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը եւ կապարակնքվի վարչական շենքը, Աբովյանի նահասցեում գտնվող նման նախադեպ երբևէ չի եղել եւ առավել քան վստահ եմ, որ կոնկրետ այս գործողության աղետաբեր հետևանքները Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ այն անձինք, ովքեր ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում իրենք տեսնելու են այս գործընթացի աղետաբեր հետևանքները։ Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց կետեր, եւ ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք ու կլուծենք դրանք։ Հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։ Я думаю, что это Թե ընտրություններից առաջ, թե դրանից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ իհարկե, մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ին մեր մասնակցությամբ եւ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմների նախատեսվածի համաձայն գործելու ապահովմամբ։ Եվ կարծում եմ, որ սա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը կառուցողականորեն հանձնառու է քննարկելու եւ պարզաբանելու բոլոր հարցերն ու նրբությունները։ Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր, վստահություն է հայտնել նա։ Несмотря на турбулентность мировой экономики, Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի ստեղծել հարմարավետ միջավայր ռուս ներդրողների համար, իր հերթին ընդգծել է Միշուստինը, նշելով, որ Մոսկվան ակնկալում է իր իրավունքների ու օրինական շահերի հանդեպ հարգանք։ инфраструктуре, в энергетике. Ռուսաստանը անհամբեր սպասում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող Հայաստանի նոր կառավարության հետ հարաբերությունների զարգացմանը։ Մոսկվան ակնկալում է ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացում, բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու ոգով, ասել է Դաշնության վարչապետը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ Ռուսաստանի արդյունաբերության եւ առևտրի նախարար Անտոն Ալիխանովը Մոսկվայում քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Կողմերը հավաստիացրել են, որ պատրաստ են շարունակել կառուցողական երկխոսությունը եւ զարգացնել արդյունաբերական փոխգործակցությունը։ Այս հայտարարությունները հնչել են հայկական արտահանման նկատմամբ Ռուսաստանի կիրառած տևական արգելափակումների ֆոնին։ Ռուսական վերահսկող մարմինները վերջին ամիսներին բարբերաբար խոչընդոտել են ջերմուքանքային ջրի, կաթնամթերքի, ձկնամթերքի, ծաղիկների, ծիրանի ու լոլիկի մուտքը սեփական շուկա։ Բարբերաբար խնդիրներ են ստեղծվել նաև հայկական կոնյակի որակական ստուգումների եւ Վերին Լարսի անցակետում բեռների տեղափոխման հարցում։ Ուժեղ Հայաստանը կվերցնի պատգամավորական մանդատները, հայտնել է կուսակցության առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։ Այսպիսով մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից, մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում, որպիսի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաեւ։ Հիշեցնեմ, որ ուժեղ Հայաստանը եւ ընդհանրապես ընդդիմությունը այսօր պատմականորեն ամենաշատ ձայներն է ստացել Փաշինյանական իշխանության ժամանակահատվածում։ Հայաստանում իրական ընդդիմադիր դաշտում ազգային ժողովի ընտրությունների ժամանակ վերջին ժամանակներում ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքած ուժը ուժեղ Հայաստանն է։ Եվ սա ապացուցում է մի բան, որ մեր հայրենակիցները վստահեցին մեզ, իսկ մենք երբեք
չենք հիասթափեցնի մեր հայրենակիցներին։ Ըստ Կարապետյանի, մանդատներ վերցնելը չի նշանակում ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում, քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ներկայացուցիչներ ունի, քան պետք է ունենար, եթե լինեին օրինական եւ արդար ընտրություններ։ Հայաստան դաշինքը կվերցնի մանդատները, հայտարարություն է տարածել դաշինքի պաշտոնական էջը։ Մեջբերում հայտարարությունից. Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ, այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ եւ ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք, առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողների հանդեպ։ Մեջբերման ավարտը։ Ռուսաստանը հրթիռային ու անօդաչու սարքերի զանգվածային հարված է հասցրել Կիևին եւ այլ բնակավայրերի։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Ուկրաինական ուժերին չի հաջողվել խոցել ռուսական 23 բալիստիկ հրթիռներից եւ ոչ մեկը, ինչը փաստում է մայրաքաղաքի պաշտպանական համակարգերի ծայրահեղ հյուսվածությունը։ Նախագահ Զելենսկին պատրիոտ համակարգերի պակասը համարել է ռուսական հարձակումների խրախուսում, ակնկալելով կտրուկ որոշումներ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում։ Միաժամանակ ուկրաինական անօդաչուները թիրախավորել են ռուսական թիկունքը, հարվածներ հասցնելով Օմսկի նավթավերամշակման գործարանին եւ Բալթիկ ծովի նավահանգիստներին։ Այս փոխադարձ գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում կայանալիք հանդիպումների եւ Դոնալդ Թրամփի ու Զելենսկիի սպասվող բանակցությունների նախաշեմին։ Կողմերը թերևս փորձում են առավելագույն վնաս հասցնել միմյանց էներգետիկ կարողություններին, նախքան դիվանագիտական հնարավոր գործընթացների մեկնարկը։ Ռամզան Կադիրովը պաշտոնապես հայտարարել է Չեչնիայի ղեկավարի առաջիկա ընտրություններում սեփական թեկնածությանն առաջադրելու մասին։ Միասնական Ռուսաստան կուսակցությունն արդեն իսկ հաստատել է նրա մասնակցությունը նախընտրական գործընթացին։ Չեչնիայի գործող ղեկավարն այս որոշումը ներկայացնում է որպես հարկադրված քայլ, պայմանավորված ստանձնած բարդ պատասխանատվությամբ։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ստիպված է կրկին ստանձնել երկրամասի կառավարման ծանր լուծը։ Կադիրովը միաժամանակ հայտնել է իր լիակատար վստահությունը տեղի բնակչության միահամուռ աջակցության վերաբերյալ։ Fenomenal. Gracias. FIFA-ն աննախադեպ որոշմամբ չեղարկել է ԱՄՆ հավաքականի արձակվող Բալոգունի որակազրկումը հուլիսի 7-ին կայանալիք Բելգիայի դեմ խաղից առաջ։ Ըստ շրջանառվող լուրերին Ջանի Ինֆանտինոն այս քայլին է դիմել Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, վերանայելով Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում ֆուտբոլիստի ստացած կարմիր քարտը։ UEFA-ն խստորեն դատապարտել է այս միջամտությունը եւ տեղի ունեցածը որակել որպես կանոնակարգի կոպիտ խախտում եւ վտանգավոր նախադեպ։ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ու ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել են խորը հիասթափության մասին, կասկածի տակ դնելով FIFA-ի հետագա իրավասությունը։ Այս սկանդալը վերջնականապես սրել է երկու կառույցների միջև առկա լարվածությունը եւ կարող է վճռորոշ դառնալ 2027 թվականի ընտրություններում։ Քաղաքական ճնշման տակ կայացված այս որոշումը խաթարում է մարզական արդարության սկզբունքը եւ համաշխարհային ֆուտբոլը կանգնեցում լուրջ ճգնաժամի առջեւ։